Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմի հետ տրմփակ հանդիպումներում հորդորել է ՔՊԱ-ականներին անձամբ վարչական շրջան առ վարչական շրջան, մարզ առ մարզ իրականացնել քարոզարշավ, անկախ կարգավիճակից նախարար են, պատգամավոր թե մարզպետ։ Բոլորը պետք է մտնեն մարդկանց տները, այլ ոչ թե ինչ-որ անծանոթ երիտասարդներ բուկլետներ տարածեն։ Մեր տեղեկություններով Փաշինյանը թիմակիցներից պահանջել է ոչ միայն շրջել փողոցներով եւ տուն առ տուն շփվել քաղաքացիների հետ, այլ նաև ամեն երեկո զեկուցել, թե իրականում մարդիկ ինչ են մտածում իշխանության եւ հատկապես ՔՊ-ի մասին։ Ըստ այդմ ՔՊ-ն փորձում է հասկանալ, թե որ հատվածներում ունի թույլ դիրքեր եւ սկսել ավելի ակտիվ աշխատել հենց այդ ուղղություններով։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիա Իսպիրյանի, նրա որդու եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ գրոսմայստեր Սմբատ Լապուտյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախություն կատարելու, դրան օժանդակելու եւ պաշտոնյական կեղծիք կատարելու մեղադրանքներով ձերբակալվել էին Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորը եւ մի շարք այլ աշխատակիցներ։ Ավելին հայտնել ենք, որ պրոռեկտոր Մարիա Իսպիրյանը նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու նպատակով պետական բյուջե է վճարել մոտ 5 միլիոն դրամ։ Հրապարակ թերթը գրում է. Մեր տեղեկություններով օրեր առաջ իրավապահները Մերձավան գյուղից, որտեղ տեղի էր ունեցել համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանությունը, հեռացրել էին Գրիգորյանին սպանելու մեջ մեղադրվող Գևորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին, տատին եւ պապին, որպիսի վենդետան կախեն։ Մերձավանի մեր աղբյուրները հայտնում են, որ գյուղում Օհանյաններ, Ախտոյաններ եւ Հարությունյաններ գրեթե չեն մնացել։ Մեր զրուցակցի խոսքով ոստիկանությունը հերթապահությունը գյուղում շարունակում է։ Հրապարակ թերթը գրում է. Իշխանությունը մտադիր է ընտրակաշառք տալու եւ վերցնելու համար քրեական օրենսգրքով նախատեսված պատիժը առավել խստացնել, չնայած հիմա էլ թեթև չէ։ Գործող նորմերով ընտրակաշառք տալու համար մինչեւ 8 տարի ազատազրկում է նախատեսվում։ Ըստ նոր առաջարկության այն կփոխարինվի մինչեւ 10 տարի ազատազրկմամբ, իսկ ընտրակաշառք վերցնելու համար, որի համար նախատեսված էր պատիժ մինչեւ 7 տարի, նախատեսվում է մինչեւ 9 տարի ազատազրկում։ Ըստ ամենայնի այս նախագիծը կընդունեն արտահերթ ռեժիմով եւ թերևս նպատակ ունեն ահաբեկել ընդդիմադիր ուժերին եւ նրանց համակիրներին։ Հրապարակ թերթը գրում է. Հայաստանի գործող իշխանությունների հակառուսական պահվածքի վերաբերյալ ռուսական շրջանակների ոչ միայն հռետորաբանությունն է օրորի կոշտանում, այլև գործնական քայլեր են դրանց հետևում։ Մեզ պատմեցին, որ հայ տնտեսվարողների նկատմամբ խոչընդոտներ ստեղծելուց բացի արդեն քանի օր է արգելք է առաջանում Լարսով Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների համար։ Խոսակցական լեզվով ասած, խոպանչիները արդեն մի քանի օր է խնդիրներ ունեն Ռուսաստան մեկնելիս, ոմանց Լարսից անգամ հետ են ուղարկում։ Հրապարակ թերթը գրում է. Գյումրիում Փաշինյան-Մակրոն այցի ընթացքում սկանդալային միջադեպ է գրանցվել, ինչը ապշեցրել է նաև Ֆրանսիայի նախագահին եւ նրա պատվիրակությանը, քանի որ ի ցույց է դրել Հայաստանում հաստատված ժողովրդավարական բարքերը։ Գյումրի այցի ընթացքում նախատեսված է եղել շրջայց կատարել քաղաքի թիվ 10 դպրոց, որը ֆրանսիական թեկումով է եւ կառուցվել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո ֆրանսիական իշխանության ջանքերով, բայց այցը չի կայացել։ Մակրոնի աշխատակազմից դպրոցի տնօրենին առաջարկել են իրենց ողջույնի խոսքն ու կազմակերպված միջոցառումը տեղափոխել Վարդանանց հրապարակ, որտեղ երեկոյան համերգ էր տեղի ունենալու։ Պատվավոր հյուրից հրավեր ստանալով դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները ուղևորվել են Վարդանանց հրապարակ եւ փորձել են շարժվել Ետնաբեմում, որ Մակրոնի այցի առիթով պատրաստած միջոցառումը բեմահարթակից ներկայացնեն։ Սակայն այստեղ էլ հանդիպել են Փաշինյանի թիկնազորի դիմադրությանը եւ ի վերջո բավարարվել միայն Մակրոնի հետ լուսանկարվելով։ Իրավունք թերթը գրում է. Արարատի մարզի մեր աղբյուրները նշում են, որ մարզում ՔՊ-ի համար, ինչպես դիպուկ նկարագրեց աղբյուրը, ձայներ մուրալու գործին են լծվել մարզի նախկին իշխանավորները, ովքեր ժամանակին ջանքեր չէին խնայում նախկին իշխանություններին հաջողանալու։
Այսօր նույն մարդիկ ոչ միայն ձայներ են մուրում, այլ օդիտոր շտաբերի ֆինանսավորումներն են ապահովում։ Իրավունք թերթը գրում է. Վայոց ձորում կարկառուն նախկին Աշոտ Արսենյանի մարզպետ որդին Արսենյանը ԿՊԱ-կանների շրջանում տարածված լուրերի համաձայն անձամբ Փաշինյանին խոստացել է, որ հունիսի 7-ին մարզում ՔՊ-ն բացարձակ հաղթանակ է տանելու։ Վարիանտ չկա, մարզում ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տանելու, ասում են ի պատասխան Փաշինյանի մտահոգություններին, ասել է մարզպետը։